Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո, ամեն։ Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքը իր կուտակած հարստության մեջ չէ։ Երաշնոր Սրբազան հայր, սիրելի քույրեր եւ եղբայրներ, այսօր հայ առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Հիսնակի առաջին կիրակին։ Եվ այսօրվա ավետարանական հատվածը վերցված էր Ղուկասի ավետարանից։ Հիսուսը ինչպես սովոր էր, քարոզում էր եւ նախորդում արդեն բազմաթիվ հրաշքներ էր գործել, խոսել էր Սուրբ Հոգու դեմ չհայոյելու մասին, զգուշացրել էր փարիսեցիների խմորից եւ հրաշքների արդյունքում շատ մարդիկ էին հավաքվում նրա շուրջ, բայց այդ հավաքված մարդկանցից ոչ բոլորն էին անշուշտ, որ փնտրում էին Քրիստոսի խոսքը, այլ շատերը նաև հավաքվում էին նրա շուրջ, որպեսզի տեսարան տեսնեն։ Եվ ասում է այս իրավիճակում ժողովրդի միջից մեկը նրան ասաց. «Վարդապետ, ասա եղբորս, որ ժառանգությունը ինձ հետ բաժանի»։ Եվ Տեր Հիսուս պատասխանում է նրան. «Ով մարդ, ինձ ով դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»։ Եվ շարունակության մեջ խոսքը ուղղում է ժողովրդին, ասելով. «Տեսեք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից»։ Մի փոքր պետք է փորձենք հասկանալ, թե ով էր այս մարդը, որ մոտեցավ Տեր Հիսուսին, ինչու խնդրեց, որ իր ժառանգությունը օգնի բաժանել եղբոր հետ, եւ ընդհանրապես ինչու Տեր Հիսուս հրաժարվեց դա անել։ Տեր Հիսուսի օրերին եւ նաեւ ավելի վաղ շրջանում 5 տակարանից կար հստակ կանոն ժառանգությունը բաժանելու։ Ավագ որդին ստանում էր 2 բաժին, մնացած զավակները ստանում էին 1-ական։ Համարվում էր, որ Անդրանիկ որդին, ավագ որդին, ավագությունը ստանձնելով պարտավորություն է նաև վերցնում ընտանիքի խնամքի, պարտավորություն է վերցնում իր քույրերի խնամքի, մինչև որ կամուսնանային։ Եվ ուրեմն ընդհանուր սովորույթ էր, որ ավագ որդին պիտի ստանա 2 բաժին, կրտսերը եւ մնացած որդիները, եթե այդպիսիք կային, ստանում էին 1-ական բաժին։ Դիցուք, եթե 3 որդի էին, ժառանգությունը բաժանվում էր 4 մասի, ավագին 2 բաժին, միջնեկին եւ կրտսերին 1-ական բաժին։ Ավետարանը չի հստակեցնում, թե այս մարդը, որ մոտենում է Տեր Հիսուսին, որ որդին է, ավագն է կամ կրտսերն է, կամ ինչպիսի հանգամանք կա այնտեղ, որ խնդրում է ժառանգությունը եղբոր հետ բաժանել։ Տեր Հիսուս հրաժարվում է այս դատը տեսնել, ասելով. «Ով մարդ, ինձ ով դատավոր կամ բաժանարար կարգեց ձեր վրա»։ Շատ կարևոր է, Տեր Հիսուս հրաժարվում է սեփականել այն իշխանությունը, որը որ իրենը չէ։ Այս շրջանում կարգավորումներ կային, արդեն իսկ հստակ, ովքեր պետք է զբաղվեն ժառանգության հարցերով, ում մոտ պետք է գնան, դիմեն
որպեսզի այդ հարցը լուծվի։ Այսպես կոչված դատարաններ։ Տեր Հիսուս ասում է, որ ինքը չի ստանձնելու համայնքային դատավորի դերը։ Իսրայելում կային համայնքային տեղական դատարաններ, այսպես եթե կարելի ասել, կոչվում էին դրանք Բեթ Դին, որոնք որ ունեին 3 հոգանոց խումբ, այդ 3 հոգին վճռում էին այսպիսի կենցաղային հարցեր։ Եթե խնդիրը մեծանում էր եւ նրանց լուծելիքը չէր, այդ խնդիրը փոխադրվում էր ավելի մեծ դատարան, որը կոչվում էր Սինեդրիոն, եւ այնտեղ կային 71 հոգի կրոնավորներ, օրենսգետներ, որոնք որ հարցերը լուծում էին։ Եվ հռոմեական կայսրությունը այդ ինքնավարությունը տվել էր Իսրայելին, որ ներքին հարցերը, կենցաղային հարցերը նրանք լուծեն իրենց օրենքներով։ Կարևոր է, որ Տեր Հիսուս հրաժարվում է վերցնել դատավորի իշխանությունը իր վրա, թեև գիտեր անշուշտ, թե ով է արդար, ով է մեղավոր, բայց ասում է գնացեք ձեր համապատասխան դատարան եւ այդ հարցը լուծեք այնտեղ։ Տեր Հիսուս հետո ասում է, որ զգույշ լինեն ագահությունից։ Ակնհայտ է, որ եղբայրների մեջ կա խնդիր, եւ ակնհայտ է, որ նրանցից մեկը ուզում է կամ խլել ավագի բաժինը, որ 2 բաժին պիտի լիներ, կամ ավագն է մեղավոր կողմը, որը չի ուզում 1 բաժինը նույնիսկ տալ իր եղբորը։ Եվ Տեր Հիսուս ասում է զգուշացեք ագահությունից։ Ինչի հետևանք է ագահությունը, սիրելիներ։ Ագահությունը հետևանքն է ապագայի նկատմամբ վախի։ Կարելի ասել ագահությունը հակոտնյա է, հակառակ է Աստծո նկատմամբ ունեցած հույսին եւ վստահությանը։ Որովհետեւ այն մարդը, որը որ ապագայի նկատմամբ վստահություն չունի, վստահություն չունի իր երկնավոր հոր նկատմամբ, հույս չունի ապագայի նկատմամբ, սկսում է կուտակել եւ այդ կուտակելու մեջ հաճախ ընկնում է ագահության մեջ։ Երկրորդ պատճառը ագահության, որը բխում է այս անհույս վիճակից, երբ որ հույս չունի մարդ։ Մարդուն մղում է, որպեսզի փոխի իր հայացքը։ Երբ որ մարդ ներդաշնակ է, ինքը կարողանում է իր հայացքը ուղղել վերինին, ինչպես որ ասում է, չէ, առաքյալը վերին բաների մասին խորհեք։ Այլ ագահությունը հանգում է իր այս կետին նաև նրա պատճառով, որ մարդու հայացքը փոխվում է իր շրջապատի նկատմամբ, իր նկատմամբ։ Եվ ավետարանական խոսքի համաձայն ձևավորվում է մի գանձ, որի վրա մետասևեռվում է նա։ Ինչպես որ ավետարանում Տեր Հիսուս ասում է, ուր ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սրտերը կլինեն։ Ուրեմն ագահ մարդու մոտ ձևավորվում է այդպիսի մի գանձ ճակերտավոր, որի վրա մտասևեռվում է նա։ Ագահությունը հետևանքն է նաև նրա, որ մարդը սկսում է աշխարհը այլ կերպ ընկալել եւ միայն տեսանելի բաներին հավատալ։ Այլ կերպ ասած, ագահությունը յուրատեսակ կռապաշտություն է, որովհետև միայն նյութականի վրա է շեշտադրում կատարում։ Եվ Պողոս առաքյալը պատահական չէ, որ ուղղակի կերպով Կողոսացիներին ուղղված իր
նամակում ասում է, որ ագահությունը կռապաշտություն է։ Ուրեմն այս շղթան մենք տեսնում ենք, որ ագահ մարդը ընկնում է նյութապաշտության մեջ, այսինքն կռապաշտության մեջ, իսկ կռապաշտ մարդը կռապաշտությունը ենթադրում է եսասիրություն։ Ուրեմն եսասիրությունը հատուկ է ագահ մարդուն, որը որ փնտրում է իրենը եւ ոչ թե դիմացինը, իր շահն է միայն փնտրում, իրեն օգուտ լինի, կարևոր չէ թե դիմացինը վնաս կկրի թե ոչ։ Եվ ուրեմն ագահությունը մեզ բերում է, հանգեցնում է եսասիրության, իսկ եսասիրությունը հակառակ է ճշմարիտ սիրուն։ Ճշմարիտ սերը զոհաբերվող է, եսասիրությունը զոհաբերող։ Եսասեր մարդը զոհաբերում է բոլորին իր շահի համար։ Ճշմարիտ սեր ունեցողը, որի կատարյալ օրինակը մենք ունենք Քրիստոս Հիսուսի անձի մեջ, ինքն է զոհաբերվում հանուն իր սիրելիների։ Եվ ուրեմն սիրելիներ, հարց է ծագում, թե ինչպես պետք է ապրել, որպեսզի հաղթահարել այն իրականությունը, որը որ հաճախ մեր առջև ակամա դրվում է կյանքի բերումով։ Պողոս առաքյալը այսօրվա իր նամակում, Թեսաղոնիկեցիներին ուղղված նամակում 3 կետ է ասում, որով որ մենք կարող ենք մեր միտքը ուղղել, որպեսզի մեր ընթացքը նույնպես լինի Աստծուն հաճելի։ Պողոս առաքյալը ասում է, պետք է հիմնված լինենք հավատի գործի, սիրո վաստակի և հույսի համբերության մեջ։ Այսինքն հավատը պիտի ունենա գործ, սերը պիտի ունենա վաստակ, իսկ վաստակը ինչ է, աշխատանքն է, վաստակը ինչ որ իմաստով նաև զոհաբերության ճանապարհ է, ջանք ես ներդնում, ինչ որ բաներից զրկում ես քեզ, աշխատում ես, զոհում ես ինչ որ բան, որպեսզի ինչ որ բան շահես։ Ուրեմն սերը վաստակ է, սերը աշխատանք է, զոհաբերություն է։ Եվ հույսի համբերության մեջ պետք է լինել։ Նեղությունը համբերությամբ տանել հույսով, որպեսզի եսասիրության մեջ չընկնենք, որպեսզի ինքնաբերաբար կռապաշտության մեջ չընկնենք, որպեսզի կռապաշտ լինելով հանդերձ գանձեր չդիզենք այս երկրի համար, այլ այս երկրում մեր ունեցածը ծառայեցնենք Աստուծո փառքի համար եւ վախ չունենանք ապագայի նկատմամբ, որովհետեւ Տերը խոստացել է, որ պիտի մեզ հոգա, ասում է ավետարանում, ձեր եկնավոր հայրը արդեն իսկ գիտե թե ձեզ ինչ է պետք, գիտե որ մեզ եւ հագնվելիք է պետք, եւ ուտելիք է պետք, բայց ասում է դուք հոգ մի արեք հեթանոսի պես դրա մասին, այլ փնտրեք երկնքի արքայությունը եւ մնացածը ամեն ինչ ձեզ ավելիով կտրվի, որովհետեւ եթե մարդը իր եւ Աստուծո հարաբերության մեջ այդ ներդաշնակությունը չունի, արքայության փնտրտուքը չունի, անպայմանորեն ընկնելու է խոտելի ճանապարհի մեջ եւ այդ ճանապարհի մեջ դառնալու է մարդ, որը որ իր կյանքի առանցքը դարձրել է որևէ գանձ եւ հույսը դրել է այդ գանձի վրա։ Այդ գանձը պարտադիր չէ հասկանալ միմիայն նյութական, դրամական իմաստով, այլ վստահության քո աղբյուրը, քո վստահությունը Տիրոջ վրա չէ, քո վստահությունը քո դրամի վրա է, քո վստահությունը քո, չգիտեմ, ընկերության վրա է, պետության մակարդակում, քո վստահությունը
քո դաշնակիցներն են, քո վստահությունը, քո զորքն է, զենքն է, եւ այս իրավիճակում, երբ որ չկա քո վստահության գերագույն աղբյուրը Աստված, մնացած ամեն ինչ դառնալու է խոտելի ճանապարհ եւ չի ծառայելու այն նպատակին, որին որ կոչված է ծառայել։ Ուրեմն սիրելիներ, ինչպես որ Տերն է ասում, զգույշ լինենք ամեն տեսակ ագահությունից եւ անմիտ այդ մեծահարուստին չնմանվենք առակի միջի, որ ասում է կքանդեմ իմ շտեմարանները, ավելի մեծամեծները կկառուցեմ, որպեսզի նստեմ, խմեմ, ուտեմ, ուրախ լինեմ։ Եվ այդ պահին Տերը մեզ պիտի, ինչպես որ այդ անմիտ մեծահարուստին ասաց, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու եմ, իսկ ինչ որ պատրաստել ես, ում պիտի մնա։ Ուրեմն սիրելիներ, գանձեր հավաքենք եւ Աստուծով հարստանանք։ Ոչ թե ինչպես որ ավետարանում է ասում Տերը, գանձ հավաքենք եւ Աստծով չհարստանանք։ Ուրեմն մեր նյութական բարիքները թող ծառայեն, որպեսզի մենք Աստուծով լցվենք, Աստծո փառքի համար ծառայեցնենք մեր ունեցածը, ողորմած լինելով եւ իր գործը, իր փառքը երկրի վրա երգելով։ Մեր Տիրոջ Հայր Աստուծո շնորհը, Սուրբ Հոգու հաղորդությունը եւ Քրիստոսի շնորհը լինի մեզ հետ ամենքիս։ Ամեն։